Ես հիմա գնալով ամեն անգամ ավելի ուժեղ եմ դա հասկանում, եւ որ Հիսուսը ասեց, ձեր համար ավելի լավ է, որ ես գնամ, որպեսզի Սուրբ Հոգին գա, որովհետեւ աշակերտները տրտմել էին։ Հիսուսի աշակերտները տխրել էին, որ պիտի Հիսուսը գնար։ Հիսուսը ասում է, ձեր սրտերը տրտմել է, բայց ասում է, ես գնում եմ, ու դա ձեզ համար ավելի լավ է, որովհետեւ երբ որ գնամ Սուրբ Հոգին գա, լավը որն է դրա, որովհետեւ այն ժամանակ Հիսուսը ֆիզիկական մարմնի մեջ էր, ֆիզիկապես էր, եւ ինքը ներկա էր, իրան տեսնում էին, շփվում էին, զգում էին, ներկա չէր, իրանք մենակ կարող ազգային իրանց։ Բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ, Հիսուս ասաց, երբ որ Սուրբ Հոգին գա, նա միշտ ձեր հետ կլինի։ Հալելույա։ Հալելույա։ Ինքը միշտ է մեր մեջ ու միշտ է ներկա։ Ու այդ ներկայությունը գնալով փառքը աճում է մեր մեջ, ինքը խոսում է մեր հետ։ Երբ որ Հիսուսը ասեց դա լավ է ձեր համար, դա իսկապես այտենց է, ինքը չէր խափում։ Ինքը ուղղակի խոսքեր չէր ասում, որ ասում էր լավ է, որ ես գնամ, որ Սուրբ Հոգին գա։ Դուք գիտեք ինչքան լավ է, երբ որ մենք Սուրբ Հոգին ունենք ու մեր ծառայությունները Սուրբ Հոգով է անցնում։ Ու մենք միշտ աղոթում ենք ծառայությունից առաջ երեխեքը աղոթք են անում, որպեսզի Սուրբ Հոգու ներկայությունը լինի։ Ում է պետք քարոզ առանց Սուրբ Հոգու։ Փարիսեցիները օր ու գիշեր կարդում էին Աստվածաշունչը, օր ու գիշեր։ Շատ լավ գիտեին, բայց այդ իրանց օգուտ չէր տալի, ու գիտես, ոչ միայն օգուտ չէր տալի, հիմա մի հատ բան ասեմ կզարմանաք։ Աստված իրանց հետ չէր։ Իրանք միշտ կարդում էին այդ գիրքը, Աստծո խոսքը։ Աստված իրանց հետ չէր, ով էր իրանց հետ։ Հիսուսը ասեց սատանան է ձեր հայրը։ Սատանան էր նրանց հետ։ Հնարավոր է մարդիկ կան ասում են ինձ պետք չի գնամ եկեղեցի։ Տունը ես կկարդամ կամ գնում են իրենց շոր կրոնական արարողություններ են անում, traditional ձևով գնում են, բայց կարող սատանան է իր վրա իշխում։ Ոչ մեկ թող չաս ես կարդում եմ, ինչ որ եկեղեցի եմ եթում, ուրեմն Աստծուն հաճել եմ։ Կարա սատանան իշխի այդ մարդու վրա, որտեղից ենք իմանում Աստվածաշնչից։ Այն ժամանակ ամենաուժեղ քահանաները, փրիստերը, այն ժամանակվա, որ խոսքը շատ լավ գիտեն, փոքրուց գնում էին, սովորում էին, գնում էին դպրոցներ կար հրեաների մոտ։ Սովորում էին փոքրուց, շատ լավ գիտեին, բայց արի ու տես, որ Աստված իրանց հետ չէր, սատանան էր նրանց հայրը դառը։ Ուրեմն ոչ մեկ թող չխաբնվի, միայն ունենալով Աստվածաշունչ կամ որոշակի տրադիցիոնալ հավատքի մոտեցում ունենալուց, ոչ, Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին է, ամենը Սուրբ Հոգու մեջ է, եւ որ մարդ խոնար է, բաց է իր սիրտը։ Սուրբ Հոգին գայս է իր վրա, Սուրբ Հոգին գայս է իր մեջ, ու իր պաշտամունքը, իր ոշիպը Աստծո կողմից ընդունելի է լինում։ Սուրբ Հոգին եկել է որպեսի մեզ օգնի, որպեսի մեր ծառայությունը Աստծո կողմից ընդունելի լինի։ Հալելույա, այնքան հրաշալի օծություն է այստեղ, հալելույա, Տիրոջ ներկայությունն է։ Տերը բժշկում է եւ ֆիզիկապես, եւ էմոցիոնալ, էմոցիաներով, ամեն ձևի։ Մարդիկ շատ էին ուզում այն ժամանակներում սպասում էին, որոշ մարդիկ հիվանդներ կային կամ խնդիրներ ունեին, սպասում էին, որ Հիսուսը գնան իր շորին դիպչեն, որ բժշկվեն։ Հիմա ինքը ստեղ է։ Հալելույա։ Հալելույա, իր ներկայությունը ստեղ է։ Հալելույա, ինքը ստեղ է։ Ինքը աշխարհից այրում չի։ Հալելույա, հալելույա, շնորհակալ ենք քեզ, Տեր, շնորհակալ ենք։ Այսօրվա իմ խոսքը կոչվում է բժշկություն ստանալու 4 քայլերը։ Ուզում եք լինեք բժշկված կամ աղոթեք մարդիկ բժշկվեն, ամեն։ Մենք ասել ենք, որ հաճախակենք այս թեմայով խոսալու, որովհետև Աստված բժշկող Աստված է, Աստված սիրում է բժշկել, եւ հոգեվոր, եւ ֆիզիկապես, եւ էմոցիոնալ մտավորապես, ամեն կողմեր Աստված ուզում է բժշկի, բայց որպեսզի Տերը կարողանա բժշկի, պայմաններ են պետք դրա համար, conditions են պետք դրա համար, պայմաններ պետք է լինի, ինքը ուզում է, դու գիտեք ինչքան շատ են այդ սխալ ուսմունքները այսօր աշխարհում դուրս եկե, որ ինչ լինում ասում են դե երևի Աստծո կամքն էր, ընդհանրապես հիվանդությունը Աստծո կամքը չի, եթե հիվանդությունը Աստծո կամքը լիներ, Հիսուսը խաչի վրա չէր վերցրի, գրածա նա վերցրեց մեր հիվանդությունները եւ կրեց մեր ցավերը, Եսայի մարգարեության 53-րդ գլխի 3-ից 5 համարներում ասում է նա մեր մեղքերի համար պատժվեցավ եւ մեր ցավերը, մեր հիվանդությունները վերցրեց իր վրա եւ նոր կտակարանում մենք տեսնում ենք դրա իրականացումը։ Եվ մենք 4 ավետարաններից գիտենք, որ Հիսուսը բժշկում էր բոլորին,
մի դեպք անգամ ցենց օրինակի համար չկա, որտեղ ինքը չբժշկի, ասի իմ կամքը չի, հոր կամքը չի, կամ այս մեկին խրատելու համար է տալի Աստված այդ հիվանդությունը, այտենց բան չկա։ Բա ինչի է այսօր այս տեսակ վիճակ, որ շատ հավատացյալների մոտ տարբեր հիվանդություններ կարան առաջանան կամ տարբեր խնդիրներ, սա միանշանակ Աստծո հետ կապված չի։ Աստված դրանում մեղավոր չի։ Մենք հիշում ենք մի քանի շաբաթներ առաջ խոսեցինք այստեղ, ես սովորեցրեցի 21 պատճառներ, որ կարող են հիվանդություններ գան։ Որոշները հոգևոր պատճառներ են, որոշներն ֆիզիկական պատճառներ են, որոշներն ոնց որ ասած բաներով է գալիս, գեներով է գալիս, կարող է պատճառը չլինի, պարտադիր չի մարդ մեղք գործած լինի, որտեղ Հիսուսի աշակերտները երբ որ հարցնում են կույրի համար, ասում են Տեր, ով է մեղք գործը ինքը, թե ծնողները, որը տենց է ծնվել, Հիսուս ասաց ոչ ծնողները, ոչ ինքը, այսինքն ապրելով այս ապականված աշխարհի մեջ, այս corrupt աշխարհի մեջ ապրելով, որ ամեն բան փոխված է, որոշակի պայմանների, այդ condition-ների ազդեցության տակ ենք ընկնում մենք ու որոշակի բաներ է կատարվում։ Անկամ շատ լավ հավատացյալ մարդիկ կարող է հիվանդանան, անգամ կարող է ժամանակից շուտ էլ կյանքը ավարտեն, մահանան, գնան երկինք ու դարձյալ այն հավատացյալները, քրիստոնյաները, ովքեր որ մտածում են, դա երևի Աստվածատար է, սա չի համապատասխանում Աստծո խոսքին։ Աստված ժամանակից շուտ ոչ մեկին չի տամ, հակառակը մենք նայեցինք Աստվածաշնչում, որ Աստված ասում է դու կգնաս այս կյանքից օրերը կշտացած, լրացած, ոնց որ մենք տեսնում ենք Աբրահամի կյանքում, Հոբի կյանքում, մնացած մարգարեների Աստծո ծառայողների կյանքում ենք տեսնում, Հակոբը, շատ մարդիկ կան։ Սա է Աստծո կամքը։ Բայց անկախ ամեն ինչից ինչ իրավիճակ կարող առաջանա մեր հետ կամ ամեն մի հավատացյալի հետ, հիվանդություն, փորձություն, դժվարություն, մի հատ կարևոր բան կա, պայման կա, որը Աստծուն տեղ է տալիս, որ Աստված գործի։ Շատ կարևոր պայման է, condition է։ Եվ դա հավատքն է։ Անկամ Հիսուսը երկրի վրա լինելով, ունենալով այդ անսահման զորությունը, անսահման, որ սահման չկա, իր մեջ Սուրբ Հոգուն, որտեղ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի համար ասեց, նրան, որին որ Աստված ուղարկեց, հոգին չափով չի տալիս։ Հիսուսը հոգին, մենք ունենք հոգին չափով ունենք, որտեղ որոշակի պարգևներ ունենք սահմանափակ, ու դա ես կարող եմ ապացուցել անգամ Աստվածաշնչով։ Հոգին սահմանափակ չի մեր մեջ, բայց պարգևները, որ մեզ տրված է, բոլորին չի տրված, այսինքն մեկին չի տրված բոլորը, հակառակը։ Այդ բոլորը բաժանված է տարբեր մարդկանց մեջ, բայց Հիսուսին հոգին չափով չէր տրված գրվածը։ Բայց անգամ Հիսուսը երկրի վրա լինելով, որ հոգին չափով չուներ, այսինքն Սուրբ Հոգողությունը, միևնույն է, չէր կարող ոչինչ անել, եթե չտեսներ հավատք։ Դուք մտածում եք երևի ճիշտ լսեցիք, այո, չէր կարող ոչ մի բան անել, հենց գրած է այդպես Մարկոս ավետարանի 6-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ ասում է Հիսուսը չկարողացավ բժշկել նրանց անհավատության պատճառով, չի ասում չուզեցավ։ Ոչ միտեղ չի ասում, հակառակը տեղ կա Հիսուս ասում, մարդիկ կասկածում են, ասում են կամենում ես, եթե կամենաս կարող ես բժշկվել, Տեր ասում է կամենում եմ, ու նույն Հիսուսը այսօր էլ ներկա է։ Իր սերն է, գութն է շարժե, որ բժշկի մարդը ինքը ձև չէր բռնում, ինքը չէր ուզում իր փառք ուժը ցուցադրել ուղակի։ Նա սիրուց բխած Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածուն որդուն տվեց։ Իր միածին որդուն տվեց, որ ով որ հավատա հավիտենական կյանքում, բայց տեղեր կար ինքը չէր կարողանում բժշկել, պարզապես գիտես ինչի չէր, որտեղ զորությունը արձակվելու համար պետք է հավատք։ Դու չես կարող գնաս հիմա այդտեղ որտեղ պատը պատայի քանդես, ուղղակի outlet, գիտեք այդ վարդակը։ Խսկես պատի մեջ ու հետո եկալես մի հատ ուրեմն ինչ որ մի հատ սարք միացնես ուզենաս աշխատի։ Չի լինի, պետք է լար գա տեղով։ Պետք է անպայման հոսանքի լար գա։ Դու դիր outlet-ը, բայց եթե հոսանքի լար չի գդում, electricity չկա։ Չի լինի։ Ձևը այդ է։ Նույն է Տիրոջ մեջ այդ զորությունը անսահման կար, բայց այդ զորությունը արձակվում էր միայն մի դեպքում,
Եվ որ հավատք էր լինում։ Ու հիշում եք քանի դեպքեր, որ մարդիկ գալիս էին Հիսուսի մոտ բժշկվելու, Հիսուսը ասում էր հավատում ես, ասում էր քո հավատքի պես լինի, կամ մյուսին ասեց քո հավատքը քեզ բժշկեց։ Ու այդպես մի հատ օրինակ կա, հիշում եք արյունահոսող կնոջ պատմությունը։ Ուզում եմ կարդամ, այդ համարը ամբողջովին չեմ գցել, բայց ես կկարդամ, մի մոտ կա Մարկոս ավետարանի 5-րդ գլխի 25-ից 34 համարները։ Եվ մի կին, որ արյունահոսություն ուներ 12 տարի եւ շատ բժիշկներից շատ չարչարվել էր եւ իր բոլոր ունեցվածքը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ ավելի էր դեպի վատը գնացել։ Երբ որ Հիսուսի համար լսեց, ամբողջի մեջ ետևից եկավ դպավ նրա հանդերձին, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դպչեմ, կփրկվեմ, եւ շուտով նրա արյան աղբյուրը ցամաքեց, եւ մարմնում իմացավ, որ այն տանջանքից բժշկվեց։ Եվ շուտով Հիսուսը իր անձումը իմացավ, որ իրենից զորություն դուրս եկավ։ Դարձավ ամբողջի մեջ եւ ասեց. «Ով դպավ իմ հանդերձին»։ Եվ նրա աշակերտներն ասեցին նրան. «Տեսնում ես այդ ամբողջը, որ նեղում է քեզ, եւ ասում ես ով դպավ իմ հանդերձին»։ Եվ նա նայում էր 4 կողմը, որ տեսնե այս բանն անողին։ Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտեր ինչ եղավ իրեն, եկավ ընկավ նրա առաջ եւ բոլոր ճշմարտությունն ասաց նրան։ Նա էլ ասեց նրան. «Դուստր, քո հավատքը ազատեց քեզ։ Գնա խաղաղությամբ եւ քո տանջանքից առողջ եղիր»։ Ահա այս օրինակի մեջ մենք տեսնում ենք պարզ այն ապացույցը, որ մի քիչ առաջ ասում էի, որ այս կինը ուներ հիվանդություն 12 տարի եւ ավել, ունեցել է արյունահոսություն, ինչ որ կանանց հիվանդությունը։ Եվ ասում է իր բոլոր ունեցվածքը ծախսել էր բժիշկների վրա, վաճառել էր անգամ իր ունեցվածքը, որպեսզի բժիշկները կարողանային օգնել եւ ոչ մեկ չէր կարողացել օգնել։ Հələ հակառակը ավելի վատն էր գնացել։ Բայց Հիսուսի, երբ որ իմացավ Հիսուսը գալիս է, լսեց Հիսուսի մասին, ասում է ամբողջի մեջ, որտեղ ժողովուրդը շատ էին, դժվար էր ամեն մարդ չէր կարողանա մոտիկանալ Հիսուսի հետ խոսալ կամ խնդրել իր համար, որ աղոթեին, շատ էին, ասում ամբողջի հետևից եկավ դպավ իր շորին, բայց ուղակի չեկավ դպավ, ինչ էր ասում, ասում էր եթե միայն դիպչեմ, ասում է, որտեղ ասում էր եթե միայն նրա հանդերձին դպչեմ կփրկվեմ։ Այս փրկվել բառը նաև բժշկել իմաստուն է, որտեղ հունարենում փրկվել բառի մեջ մտնում է եւ բժշկվելը եւ ազատագրվելը եւ օրհնվելը, ամեն։ Եվ ասում է նա եկավ դպավ եւ ինչ կատարվեց այդ ժամանակ, երբ որ եկավ դպավ Հիսուսից զորություն դուրս եկավ։ Հիսուս ասում է ով կպավ ինձ։ Այսինքն այդ կինը թաքուն էր արել, ինչ էր թաքուն արել, որտեղ այդ տեսակ հիվանդություն ունեցողները Իսրայելի մեջ իրանք պիղծ էին համարվում։ Իրանք համարում են պիղծ, դրա համար կինը վախեցավ, երբ որ Հիսուս ասեց ով դպավ, վերջում այս կինը վախենալով եկավ ասեց ես եմ եղել ու պատմեց ամենը։ Բայց Հիսուսը չդատապարտեց, ոնց որ քահանաները եւ այլ մարդիկ դատապարտեին, ասեց դուստր, քո հավատքը բժշկեց քեզ։ Այսինքն նրա պատճառով, որ ինքը հավատաց, Հիսուսի մեջից զորությունը դուրս եկավ։ Դա էր պայմանը, որտեվ շատ մարդիկ կային, որ Հիսուսի կողքը գնում էին եւ ասեց ով կպավ ինձ, աշակերտներն ասեցին այսքան մարդ են նեղում քեզ, ոնց թե ով կպավ, բայց գիտեր ինչ որ մեկը կպել է հավատքով, ոչ թե ուղղակի է կպել։ Եվ դա զորություն արձակեց եւ այդ կինը բժշկվեց։ Հիմա կարող է շատերը եկեղեցի գան, շատերը գնան տարբեր եկեղեցիներ։ Բայց հավատքով չդիպչեն, Տիրոջը ոչինչ չեն ստանա։ Ոնց հոգևոր քնած, որոշները ոնց հոգևոր մեռած կգնան եկեղեցին հենց այդ տուն կգնան, եթե ուղակի սես կանգնեն նայեն։ Մենք եկել ենք Աստծո տուն, մենք եկել ենք Տիրոջը worship անելու։ Մենք եկել ենք Տիրոջը երկրպագելու։ Ես նաև ձեզ կասեմ, այսօր ինչպես մենք կարող ենք դիպչել, չէ՞ որ Հիսուս այսօր ֆիզիկապես երկրի վրա չի, որ կպնենք իրան, ոնց կպնենք։ Չէ՞։ 4 բան կա ես ասեցի, որը անելով, որ այդ քայլեր անելով մենք կստանանք բժշկություն։ Ուրեմն մենք տեսնում ենք սա այս կնոջ մոտ։ Ուրեմն առաջինը ինչ արեց նա ասում էր դրա մասին։ Ուրեմն համար առաջին միջև քո բժշկություն ստանալը դու պետք է ասես դրա մասին։ Որտեւ կինը ասում էր, եթե նրա հանդերձին դպչեմ կբժշկվեմ, ինքը ասում էր ամբողջ ճանապարհին, ուղղակի չէր ասում, նա հավատում էր։ Առաջի կարևոր պայմանը մարդիկ կան, որոնք չեն ստանում բժշկություն, որովհետև
Բացասական են խոսում իրանց մասին, իրանց ընտանիքի անդամների մասին, հավատքի խոսքեր չեն ասում, այս կինը հավատքի խոսքեր էր ասում, եթե ես դիպչեմ բժշկվելու եմ, ամեն մարդ ինքը ունի այն ամենը, ինչ որ ինքը ասում է, իմացեք, դու այսօր ունես այն ինչ որ երեք ասել ես, ինչ որ միջև այս ասել ես, դու վաղը կունենաս այն ամենը, ինչ որ դու այսօր կասես, այսօր կխոսաս այդ մասին, Աստծո խոսքը ասում է կյանքն ու մահը մարդու լեզվի վրա է, Առակաց 6:2-ն էլ այսպես ասում։ Դու բռնվել ես քո բերանի խոսքերով եւ քեզ բռնել ես տվել քո բերանի ասացներով։ Սա է։ Ինչ ասում ես դա էլ կունենաս։ Մարդիկ կան իրանց կյանքի վրա մահ են խոսում։ Վախ են խոսում, կասկած են խոսում, հույս չեն խոսում, հավատ չեն խոսում։ Բայց եթե մենք Տիրոջ հետ ենք, մենք պետքա տարբերվենք աշխարհային մարդկանցից, մենք պետքա շատ տարբերվենք։ Մենք ունենք հույս, մենք ունենք հավատք։ Մեր խոսալու ձևը պետք է փոխվի, նույնը պետք է չլինի։ Զարմանալի է, որ շատ անգամ հավատացյալները միայն տարբերվում են նրանով, որ եկեղեցի են եթում։ Բայց դա շատ սխալ է, մենք պետք է գիտություն ունենանք, մենք գիտելիք ունենանք եւ մեր խոսալը պետք է տարբերվի։ Մենք չպետք է խոսանք վախի խոսքեր, տկարության խոսքեր, հիվանդության խոսքեր։ Մենք պետք է ասենք ես բժշկվելու եմ։ Ես հավատում եմ, որ ես բժշկվելու եմ։ Ես հավատում եմ, ես կարող եմ ստանալ բժշկություն, Աստված ունի դա իմ համար։ Առաջինը դու դա պետք է ասես։ Եթե այդ կին ասում է, եթե ես դիպչեմ միայն նրա հանդերձին, ես կբժշկվեմ։ Առաջինը դա որ դու պետք է խոսես հավատքի խոսք քո կյանքի վրա։ Կապ չունի ինչ իրավիճակի մեջ ես դու, կապ չունի ինչ հիվանդություն է, Հիսուսի համար անբուժելի հիվանդություն չկա։ Ինքը ներկա է։ Հալելույա։ Եվ երկրորդը, ինչ ենք տեսնում այս կնոջ մոտ։ Երկրորդ քայլը դու պետք է անես դա։ Այդ կինը արեց, քայլ արեց։ Այսինքն մենակ այն չի, որ մարդ դավանում է, խոսում է այդ մասին ու ոչինչ չի անում։ Մենք ինչ ենք տենում, այդ կինը ոչ միայն ասում էր, եթե միայն դիպչեմ նրա հանդերձին, բայց նաև նա շարժվում էր ամբողջի մեջից, գնում էր, միգուցե չէ, դժվար էր։ Ժողովուրդը շատ էին։ Ինքն էլ հիվանդ, այդքան արունա կորցրել։ Գլուխը ֆռալով, միգուցե ծանր ձևերով, մի կերպ արանքներով գնաց կպավ շոր ինչ որ ժամանակ անցավ։ Պայքար էր դա։ Ու այդ պայքարը այդ ընթացքում, որ մենք գնում ենք դիպչելու Տիրոջը, դժվարություններ է, մենք պետք է կարողանանք համբերատար լինենք, բայց եթե դա մեր մեջ հավատքն է գործում, հավատքն է մեզ շարժում, մեզ ոչ մի դժվարություն չի կանգնեցնի։ Մենք կգնանք մեր նպատակին կհասնենք։ Սատանան տարբեր փորձություններ կարող է բերել։ Այս կինը այդ դժվարությունները, այդ ամբողջը ժողովրդի շատությունը ճեղքեց, գնաց կպավ Հիսուսի շորին։ Նա արեց դա։ Այսինքն ամեն մարդ ինչի համար որ աղոթում է, լինի հիվանդություն, ֆինանսական խնդիր կամ այլ խնդիրներ լինի, պետք է գտնի այն քայլը, որ ինքը պետք է անի։ Եթե այդ կնոջը պահանջում էր որ գնա Հիսուսի շորից կպնի, այսօր մենք պետք է ասենք, եթե ես մի հատ ասենք բանի համար եմ աղոթում, օրինակ որպեսզի բժշկվեմ։ Ինձանից ինչ քայլ է պահանջում որ ես անեմ, որտեվ հավատքը առանց գործի մեռած է։ Այդ գործողությունը տես իրականացրեց։ Շատ կարևոր է։ Տեսեք, տեղեր կա որ երբ որ Հիսուսը բժշկում էր ասում էր վեր կաս քայլի։ Այսինքն, չէ, գործողություն պետք է աներ։ Մարդիկ են եղել, ասենք, որոնց համար աղոթել ենք, ոչ մի բան չի երևացել, միջև չենք վեր կացրել, ասենք քայլի։ Եվ որ քայլերը մեկ տեսելա դա կատարվեց, իրականացավ, այսինքն հավատքի համապատասխան քայլ պետք է արվի անպայման։ Եթե քայլ չի արվում, բժշկությունը չի կատարվի։ Ու այս մասին հիմա շատ չեմ խոսա, հետագա մեր ծառայություններում տարվա մեջ էլի ավելի մանրամասը ուսումնասիրենք, որոնք են այդ քայլերը։ Այսպիսով ամեն մարդ պետք է հայտնաբերի այն քայլը, որ վերաբերում է իր կոնկրետ իրավիճակին, լինի առողջության հետ կապված, չէ, ֆինանսական կամ այլ ճեղքումներ ունենալու համար։ Եվ երրորդը, ինչ ենք տեսնում, այդ կինը ընդունեց դա, ընդունիր դա, receive it։ Երբ որ ինքը գնաց կպավ, ոչ թե ուղղակի կպավ, ընդունեց դա այդ զորությունը։ Սա ինչ է, սա հավատք է։ Հավատքով ասեց, հավատքով գնաց, կպավ եւ հավատքով ընդունեց։ Մարդիկ են լինում աղոթում ենք։ Մի մասը կարող է բժշկվեն, մի մասը չբժշկվեն։ Որն է պատճառը։ Որոշները հավատքով ընդունում են,
Նրանք հավատում են, որ հիմա իրանք բժշկվելու են։ Մյուսներն սպասում են, կզգամ թե չեմ զգա։ Հավատքը զգացողության հետ հեչ կապ չունի։ Շատերը ուզում են զգան, որ իրանց մարմնում բժշկություն է, նոր հավատան, դա հավատք չի։ Հավատքը այն է, որ դու ոչ տեսնում ես, ոչ զգում ես, բայց դու գիտես, քո մեջ համոզված ես։ Եբրայեցի 11:1-ը սենց է ասում. հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցն է։ Չերևացող բաների ապացույցը, այդ ապացույցը որտեղ է։ Այդ չերևացող բանի ապացույցը որն է։ Ներսում է, ապացույցը։ Ինչ ես ուզում, բժշկություն։ Դու քո մեջ պետք է համոզվածություն ունենաս, բայց որտեղից է գալիս այդ համոզվածությունը, մի քիչ ուշ կասեմ։ Սա է հավատքը։ Չի ասում հավատքը դա զգացողությունը դու տեսնում ես, հակառակը ասում է չերևացող բաների ապացույցն է։ Դու դա չես տենում։ Մենք չենք տենում Աստծուն, բայց մենք գիտենք ինքը կա, գալիս ենք ստեղ փառաբանում ենք, հավատում ենք, որ ինքը ընդունում է։ Ամեն։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք դա գիտակցենք։ Ու այսպես շատերի կյանքում չի կատարում, որովհետև ուզում են զգան, ուզում են տեսնեն, նոր հավատան։ Բայց Հիսուսը ասեց Երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա, ամեն։ Եվ չորրորդը ինչ ենք տեսնում այս կնոջ կյանքում, որ ինքը եկավ ու պատմեց այդ մասին։ Մենք պետք է պատմենք դրա մասին։ Վկայություն տանք այն, ինչ որ Աստված մեր կյանքում արել է։ Սա շատ կարևոր է, որտեվ սա փառավորում է Աստծուն, սա ցույց է տալի Աստծո զորությունը։ Մեր մոտ գիտեք ժամանակ առ ժամանակ եկեղեցու մարդիկ վկայություն են տալիս ոնց Աստված իրանց բժշկել, ազատագրել եւ այլ ավելի շատ է լինելու, ես հավատում եմ։ Հավատում եմ ժամանակը գալու, որ չենք հասցնելու վկայությունները։ Չենք հասցնելու այնքան շատ է լինելու բժշկությունների ազատագրումներ, որ չեն հասցնելու։ Մարդիկ այսպես եկեղեցու կողքով է թալու են, բժշկվելու են, որտեղ զորությունը այնքան ուժեղ է լինելու։ Հալելույա։ Հիմա մենք ասում ենք էդի։ Կունենանք էդի։ Հալելույա։ Մենք կունենանք այն ամենը, ինչ որ խոսում ենք, հիշեք։ Դու կունենաս այն ամենը, ինչ որ ասում ես։ Սա շատ կարևոր է, ինչ ենք ասում։ Հալելույա, փառք Տիրոջը։ Հիմա Մարկոս 11:24-ը։ Տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Սրա համար ասում ձեզ, թե ամեն ինչ որ աղոտ կանելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Բայց տեսեք անգլերենում ինչ, եթե հայերենում ասում է հավատացեք, թե կառնեք, տեսեք թե English Standard Version-ում գրած է believe that you have received it։ Հավատա, որ դու արդեն ստացար, ու որ դա հունարենից է։ Հունարեն թարգմանություն Greek translation-ը օրիգինալը այտենց է գրած։ Եվ որ աղոթքի մեջ դու մի բան ես խնդրում Աստծուց, դու հավատա, որ ստացար, բայց ես չեմ տամ, ինքը տվեց։ Սկզբից դու դա հոգևոր աշխարհում ես դու ստանում։ Ցանկացած բան, որ մենք աղոթք ենք անում Աստծուց ստանում ենք, սկզբից դա մենք վերցնում ենք հոգևոր աշխարհում, հոգևոր աշխարհից, հետո ֆիզիկականում իրականանում է։ Ու շատերը չեն տեսնում դրա իրականացումը, եւ որ դառնում է մատերիալ իրականություն, որովհետեւ չեն հավատում, որ Աստված ասում են, երբ որ պատասխանը տեսնեմ, նոր կիմանամ, որ Աստված լսել է։ Չէ, այստեղ ասում է սկզբից հավատա, այստեղ ասում է սկզբից հավատացեք, որ կառնեք կամ ստացակ այդ պահին։ Թեկուզ վերաբերվեր անգամ ապագային, բայց այստեղ առաջինը դրված է հավատալը։ Հավատացեք, որ կառնեք։ Չի ասում, տեսեք, որ ստանում եք, հետո նոր հավատացեք։ Հավատացեք, որ կառնեք եւ կլինի ձեզ։ Ուրեմն հավատքը դա տեսնելու զգացմունքների հետ ընդհանրապես կապ չունի։ Սա կապ ունի ներսի համոզվածության հետ։ Անգլերենը նորից գնա Եբրայեցի 11:1-ը։ The evidence of things not seen, տես անգլերենի մեջ։ Չերևացող բաների ապացույցը։ Սա է հավատքը։ Մենք պետքա զարգացնենք, եթե մենք ուզում ենք տեսնենք Աստծո զորավոր գործերը, մենք պետքա մեր հավատքը աշխատեցնենք, մեր հավատքը գործի դնենք, մեր հավատքը աճեցնենք։ Սա շատ կարևոր condition է։ Ուզում ենք այդ կնոջպես կարող է մեկի մոտ, ասենք, չգիտեմ, գլխացավերը անդադ առաջանում, մեկի լյարդնացավ, մեկի սիրտը, այդ կնոջ մոտ արյունահոսություն էր։ Ու այդ կինը ինչի եկավ դպավ հենց Հիսուսին, որտեղ լսել էր,
Դրա առաջի գլխում ես տեսնում եմ, որ շատերը գնում են, որ Հիսուսին կպնեին, բժշկվեին։ Ինչ որ մարդիկ են եղել, հասկացել են, որ Հիսուսին դիպչելով բժշկվում են, նրանց զորությունն է դուրս եկել։ Պատմել էին այդ կնոջը։ Ու այդ կնոջը, երբ որ պատմել էին, այդ կինը հավատացել էր։ Ինքը իրանից չէր հորինել։ Դրա համար ասում եմ, մի կին, որ արյունահոսություն ուներ 12 տարի եւ շատ բժիշկներից չարչարվել էր, երբ որ Հիսուսի համար լսեց, ամբողջ հետևիցը եկավ, Հիսուսի համար լսեց, всё, եկավ, նա գիտեր արդեն։ Հերիքա նա դիպչի, նա կբժշկվի։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր հավատքը զարգացնենք։ Շատերը խնդրում են Աստծուց բժշկություն կամ շատերը խնդրում են Աստծուց հավատք։ Ինչպես աճեցնենք մեր հավատքը։ Ղուկաս ավետարանի 17:5-6 համարները կնայենք։ Նայեք, առաքյալները, այսինքն Հիսուսի աշակերտները Տիրոջն ասեցին. ավելացրու մեր հավատքը։ Տերն ասաց, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք եւ այս թզենուն ասեք, պոկվիր ու ծովի մեջ տնկվիր, նա ձեզ կհնազանդի։ Абսուրդ, չէ՞։ Հիսուսին ասում են մեր հավատքը ավելացրու, Հիսուս ասում է, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս թզենուն կասեք պոկվիր ստեղից ծնկվիր ծովի մեջ եւ կհնազանդվի։ Իրանք էլ ասում են, դե հա, Հիսուս, մենք հենց էդ էլ ասում ենք, դե ավելացրու, չէ՞, ոնց որ իրանք մի բան խնդրեն Հիսուսը, հա, եթե սա ունենայիք, սենց կլներ։ Բա աշակերտները հենց էդ էլ ասում են, որ չունեն կամ քիչ ավելացրու, այդ է քիչ ավելացրու, ունեին, բայց խնդրեմը նրա մեջ չէր, որ դա քիչ էր, խնդրեմը նրա մեջ է, որ նրանք չէին օգտագործում, որտեղ այստեղ Հիսուսը չի խոսում մեծ հավատքի մասին, որ զորավոր բաներ է անում, Հիսուսը խոսում է մանանեխի հատի չափ հավատքի մասին, որը հրաշքներ է անում, սա սենց է գործում Աստծո արքայությունը, անգամ եթե մեր մեջ կան մարդիկ, որ իր հավատքը ամենափոքրն է, բայց դու կենտրոնանում ես դրա վրա, դու հզոր բաներ անում, գիտեք, լազերը են, որ վառում է, չէ, լազերներ կան, չէ, որ ինչ անում իրականում, ինքը գիտեք ինչ անում, ինքը այն տեսակ սարք է, որ լույսը, այս արևի լույսը, չգիտեմ, մի 10,000 անգամ սենց կենտրոնացած մի աստեղի կետի վրա ու այրում է, ծաղկում է ցանկացած բան։ Այդ կենտրոնացումը մի բանի վրա, հա, մեծ ուժ է դա դառնում։ Նույնն էլ Տերը ասում է, եթե մանանեխի հատի չափ հավատ ունենք, այսինքն մենք պետք է կենտրոնանանք այն ինչ որ ունենք, մենք չպետք է մտածենք, մեծ հավատք, ինձ մեծ հավատքա պետք շատացրու, բայց Տերը ասես դա ձեզ պետք չի։ Այլ բառերով ասած Տերը ասես դա ձեզ պետք չի։ Դուք պետք է հասկանաք այդ մանանեխի հատի չափ հավատքի ուժի մասին։ Դուք մտածեք դրա մասին, ոչ թե մեծի մասին, եւ դա հրաշքներ կանի։ Որտեղ Մարկոս 9:22-ի մեջ տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Հիսուսը նրան ասաց, եթե կարող ես հավատալ, ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Ամեն բան, ուրեմն ինչ ենք այսօր մենք սա մեզ համար պատասխան է։ Այն որ շատերը չեն բժշկվում, խնդիրների մեջ են, խնդիրներ ունեն, ֆինանսական, չարի հետ, անքնության հետ, ստրեսների հետ, կամ անբուժելու ցանկացած հիվանդության հետ, նայեք, այստեղ ինչ է ասում։ Եթե կարող ես հավատալ, որոշ բաներ հնարավոր է հավատացողի համար։ Ամեն բանի մեջ ինչ է մտնում։ Всё, Տերը թողել է մեր վրա, անես որ մենք չենք կարող ասենք, դա երևի եթե չեղա, ուրեմն Տիրոջ կամքն էր։ Այդպես բան չկա, այդպես բան չկա։ Էսի նշանակում է մենք մեր վրա պետք է աշխատենք։ Եվ որ քրիստոնյան ասում է, եթե ես աղոթեցի չեղավ, ուրեմն Աստծո կամքը չէր, էդի ոնց որ ինքը ասենց մի հատ բան հայտարարի։ Ես իմ կողմից ինչ պահանջվել էր արել եմ, իմ հավատքը լրիվ ոնց որ ասած գործածել եմ, աճեցրել եմ ոնց պետքա, բայց Տերը իր երևի կամքը չի։ Հակառակը Տերն էլ մեր վրա է գցում։ Եթե կարող ես հավատալ, սա հարցը դրա մեջ է, եթե կարող ես հավատալ։ Կամ ասած ասեմ, եթե դու կարողանաս քո հայացքը ամեն ինչի կտրես եւ կենտրոնացնես այդ մանանեխի հատի չափ հավատքի վրա, եթե դու դա անես, ամեն բան հնարավոր է։ Դու հասկանում ես սա ինչ է, սա մեծ իշխանություն է, սա մեծ զորություն է։ Սա անսահման, դաժե սրա մեջ ես դա եմ տենում, անսահման զորություն, անսահման իշխանություն։ Հիսուս ասեց, եթե դու կարաս դա անես, եթե կարող ես հավատալ, վերջ, խնդիր չկա, ամեն ինչ կունենաս։ Ուրեմն այս խոսքը մեզ կանգնեցնում է այն խոսույթից, որ մարդիկ ասում են,
երևի Աստծո կամքը չի, չէ, Տերը ասեց, եթե կարող ես հավատալ։ Եթե կարող ես հավատալ։ Վերաբերվող ամեն ինչին է վերաբերում, ամեն բան, ոչ միայն բժշկությանը։ Պետք է մտածենք սրա վրա։ Բայց ինչպես է հավատքը սկսում զարգանալ մեր մեջ, աճել, աշխատել։ Չէ՞։ Ուզում ենք, չէ՞, հավատքը մեր մեջ զարգանա, աճի։ Հռոմեացի 10:17 ասում է. Ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Աստծո խոսքն է, որ հավատքը աճեցնում է։ Աստծո խոսքն է, որ ուժեղացնում է, հաստատում է մեր հավատքը։ Մենք պետք է մեր աչքերը կենտրոնացնենք Աստծո խոսքի վրա։ Մենք պետք է մեր միտքը կենտրոնացնենք Աստծո խոսքի վրա։ Մենք պետք է մեր ականջները տանք Աստծո խոսքին։ Որտեղ Աստծո խոսքը ասում է հավատքը լսելուց է, ոչ միայն ուղակի, չգիտեմ, ներշնչանքից մարդիկ կան, ասենք, ներշնչում են կամ փորձում են sense կենտրոնանան, բայց խոսքն է բերում մեր մեջ հավատք։ Խոսքն է արտադրում, sense ասեմ, produce անում, հա, produce են ասում անգլերեն։ Խոսքն է produce անում, ինքը մի բան ոնց է արտադրամասներ կան, չէ՞։ Գործարաններ կան, որ բաներ են տարբեր արտադրում, միտեղ ասենք ջրի շշեր են արտադրում, չէ՞։ Միտեղ ուրիշ բան են կոշիկի արտադրամաս։ Աստծո խոսքը արտադրում է, produce անում հավատք։ Հալելույա, Աստված ձևնել է տվել։ Սաղ թողել է մեր վրա։ Իր կողմից ինչ որ պահանջում է ինքը անում է։ Մեծ պատասխանատվություն կա մեր վրա։ Բայց գիտեք ինչն է գլխավոր խնդրեմը։ Մեր մեջ շատ քրիստոնյաների մեջ որն է խնդրեմը։ Ոչ թե հավատքի պակասն է, ոչ թե Աստված չի ուզում, այլ ամենամեծ խնդրեմը, որ ես հայտնաբերել եմ այսքան տարիների մեջ, դա ծուլությունն է։ Ոչ միայն ֆիզիկապես ծուլությունը, այլ հոգևոր ծուլությունը։ Մարդիկ ալարում են Աստծո խոսքը կարդան, այն խոսքը, որ իրանց հավատք է տալի, նայ, որպեսի մարդը ֆինանս աշխատի, փող աշխատի, ինքը պետք է շաբաթը 5 օրը, չէ, վերքին առավոտ շուտ գնա աշխատանքի, օրը 8 ժամ գոնե աշխատի, ստեղի կանոնների կան մարդիկ, որ ավելի շուտ կարող է 4-ին 5-ին է արտանան, գնան, որ աշխատեն, տես գին են վճարում, չէ, ինչ գին են վճարում, այդ փողը աշխատելու համար, ու դա նորմալ է։ Աստված էլ է ուզում, որ մենք աշխատենք։ Աշխատող մարդը կօրհնվի, Աստված կօրհնի իրան։ Բայց տես գին ենք վճարում, մենք մի քիչ մեզ այդ անհարմարավետ վիճակի մեջ ենք գցում, դիսկոմֆորտի մեջ ենք մտնում։ Հեշտ չի, բայց հետո դրա պտուղը վայելում ենք այդ գումարը, որ գալիս է, չէ։ Կարողանում ենք մեր ուզած բաները առնենք, տուն առնենք, մեքենա առնենք, մեր բիլերը փակենք, մարդկանց օգնենք։ Հա։ Հոգևորն էլ է այտենց։ Եթե մենք ուզում ենք հավատքը ուժեղ լինի, հաստատուն լինի եւ հավատքի պտուղները տեսնենք, դրա վրա պետք է աշխատենք։ Մենք 8 ժամ օրակ աշխատենք ֆինանսներ ունենալու համար, հա, բայց ես ասում եթե օրը մի ժամ աշխատենք խոսքի հետ, ուրես ինչ հավատք կլինի։ Ինչ հաստատուն կլինի, այդ խնդրեմը ծուլությունն է։ Մարդիկ են եղել մեռե գնացել են ժամանակից շուտ, ոչ թե որ հավատք չեն ունեցել մանանեխիթը, այլ ալարել են, բացեն, կարդան, կենտրոնանալ, դավանեն, մտորեն դրա վրա։ Ոչ միայն ուղղակի դու վեկալում ես Աստվածաշունչը, սենց սկզբից միջև վերջ մենակ կարդում ես կամ մեկ-մեկ հետո, ասենք, տեղ-տեղ կարդում ես, ոչ, շատ կարևոր է, որպեսզի հասկանանք ինչպես առաջացնենք այդ հավատքը, ամրացնենք կամ եղած հավատքը։ Խոսքը սենց ասում, Հեսու 1:8-ը, ես երևի այդ համարը չեմ գցել, բայց կասեմ, Հեսու առաջի գլխի 8-րդ համարը, Ջոշուա։ Չկա, չէ՞ դի։ Նա Աստված ձևը տվեց Հեսուին հաջողության։ Ասեց, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Ոնց թե բերանից, անընդհատ պետք է կարդամ, Աստված չի ասում անընդհատ կարդա, բայց ասում է քո բերանից չհեռանա, այսինքն այդ մասին պետք է ասի։ Շարունակությունն է, ինչ ասում, այլ նրա վրա մտածես օր ու գիշեր։ Ոչ թե խնդիրների մասին մտածենք, դա չի օգնում։ Ավելի է ստրեսը շատացնում, անհանգստությունը, տագնապը, anxiety-ն, չգիտեմ, այդ ամենը ավելի է շատացնում։
Բայց որ խոսքի վրա մտածում ես, ասում այլ նրա վրա մտածես օր ու գիշեր, որպեսզի պահես եւ կատարես նրա միջի բոլոր գրվածի պես, այդ ժամանակ քո ճանապարհները հաջողական լինես եւ այդ ժամանակ իմաստուն կլինես։ Միայն այդ ժամանակ։ Ուրեմն խոսքը պետք է այդ սիդը դնենք մեր մեջ, եթե մենք ուզում ենք արդյունք տենանք, հավատքը աշխատի, մենք դա պետքա դնենք մեր մեջ։ Բայց որ խոսքի վրա մտածենք, ես sense խորհուրդ եմ տալի։ Ասենք, եթե մեկը բժշկության կարիք ունի, որովհետեւ հիվանդությունից ուզում է առողջանա, շատ կարևոր է որ մարդը գտնի աստվածաշնչյան համարներ, խոստումներ վերաբերող բժշկությանը, պրոմիսներ, խոստումներ շատ կա։ Եվ մտածի, մտորի այդ խոստումների վրա։ Ոչ թե կարդա, տես Աստված ոնց է ասել, ասում է նա քո բերանից պետք է չհեռանա։ Այսինքն հիմա օրինակ բերեմ, ես ոնց եմ անում, ես ոնց եմ շատ անգամ արել։ Ինչի ասում օր ու գիշեր մտածի, որտեղ բոլորն էլ ոնց լինի գիշերը զարթնում են, չէ՞, մի բա քունը չի տանում։ Ես այդտենց սովորություն եմ դարձել, երբ որ գիշերը զարթնում քունը չի տանում, մի հատ ասենք Աստվածաշնչյան համար եմ վերցնում ու սենց եմ ասում։ Խոսքը ասում է Հիսուսը վերցրեց իմ բոլոր հիվանդությունները եւ տարավ իմ բոլոր ցավերը։ Կամ անց ասում եմ ու մտածում եմ։ Նորից։ Նույն բանը նորից։ Նույն բանը նորից։ Հենց այդ Աստված ասում։ Նույն բանը նորից։ Մի քանի 100 անգամ։ Մի քանի 1000 անգամ։ 30,000 անգամ։ Քիչ չի։ Ու դու գիտես ինչ կտենաս, աչքի հետ կլուսավորվի։ Նույն խոսքը դու ոչ թե ես կրկնում ես մանտրայի պես, sense ուղղակի կրկնում ես, այլ մտածելով, դες որտեվ Տեր ասեց նրա բերանից չհեռանա, այլ նրա վրա մտածի։ Այդ բառերի վրա կենտրոնացի։ Գիտես ինչ է անում, Աստված քեզ հայտնություն է տալի, revelation է տալի, բացվում է քո հոգու աչքերը։ Գիտես քանի անգամ եղել գիշերվա կեսենց անենց բաներ եմ հասկացել, որ ցերեկը չեմ հասկանում։ Դրա համար Աստված ասել, օր ու գիշեր իմ խոսքի վրա մտածի։ Հայտնություն եմ ստացել։ Դու գիտես այդ հայտնությունը ինձ ազատել է, ես բժշկվել եմ։ Ես ազատագրվել եմ դևերի ազդեցությունից։ Ես ազատագրել եմ վախերից, որ իմ մանկական վախերային վրա իշխե, ազատագրվել լրիվ չկա։ Եկեղեցում դաժե այնպես չի եղել, որ անմիջապես եկեղեցի գալուց հետո ազատագրվել եմ այդ ամենից։ Բաները եղել ընթացքում, երբ որ ես խոսքը կարդացել եմ, ուսումնասիրել եմ, եղել ազատագրությունը։ Խոսքի հայտնությունը, տես Դավիթը ասում է Սաղմոսների մեջ, քո խոսքի հայտնությունը լույս է տալիս եւ մութ տեղը լուսավորում է։ Իր խոսքը դա լույսի նման է, ճրագի պես է։ Երբ որ դու դրա վրա մտածում ես, դա լուսավորում է։ Երբ որ մենք կարդում ենք խոսքը պարզապես գալիս ենք եկեղեցի, մենք խոսքը գիտենք այստեղ գլխի մեջ։ Ինչի համար Աստված ուզում, որ այդ խոսքը կրկնենք ու մտածենք։ Ինչի համար Աստված ուզում, որ այստեղից գնաս տեղ։ Այստեղից քանի այդ խոսքը ստեղ է, դա մեզ օգուտ չի տալիս։ Մենք կարդում ենք ուղղակի ինֆորմացիա ունենք, information ունենք։ Բայց երբ որ մենք անում ենք Աստծո այն ասածը, որ մտածում ենք խոսքի վրա, մտածում ենք ու ասում ենք, ստեղից մտքից ինքը իջնում է սրտի մեջ։ Այդ վաղ ասում ես, հասկացա։ Համոզվածություն է գալու, այդ վաղ ստանում ես, այդ այա հավատքը։ Հավատքը ակտիվանում է, հավատքը միանգամից գործում է։ Օրինակ Սողոմոնը առակաց գրքի մեջ 4 գլխի 20-22 համարում այս հրաշալի խոսքերն ասեն, նայեք։ Ես հիմա ձեզ սորացնում ոնց աշխատենք մեր հավատքի վրա։ Ասում եմ, որդիակս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջդ տուր իմ ասածներին։ Թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահիր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Տես ասում եմ, քո ականջները տուր իմ խոսքերին, նրանք քո աչքի առջևից չգնան, այդ ինչ անշում չգնան։ Իսկ այսօր մարդիկ այս եկեղեցուց գհելնում են 6 օր Աստծո խոսքը իրանց աչքից գնացած ալում արդեն։ Մենակ Աստծո խոսքը գալիս է իրանց աչքերին, երբ որ գալիս են եկեղեցում նստում կարդում ենք, բայց ասում եմ քո, եթե ուզում ես բժշկվես, թող իմ խոսքը քո աչքի առաջից չգնա։ Դու գնում ես նույն գործի տեղը, նույն աշխատանքի տեղը, նույն գործն ես անում, նույն չագուջն ես անում, խփում այդ մեխերին։ Բայց քեզ դրա համար փող են տալի։ Նույն բանը, նույն դասատուն գնում է, նույն իր դասն է պատմության, ամեն դասարաններին, կամ մաթեմատիկայի դաս, ու իրան դրա համար գումար են տալի։ Բայց ինքը չի ասում, գնում նույն բանն եմ անում, գնամ նույն բան անեմ, ինքը գիտի, դա է իր աշխատանքը, եւ դա արդյունք է տալի։
Նույնն էլ հոգևորը, մենք չպետք է հոգնենք մտածել դավանել խոսքի վրա։ Դա արդյունք է տալիս զորավոր ձև, որովհետև ես չեմ ասում, ահա խոսքը ասեց։ Ասում եմ ուշադիր եղի իմ խոսքերին, ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աշտի առջևից, անընդհատ քո աշտի առաջ թող լինեն։ Պահիր նրանց քո սրտի մեջ, ինչ է լինում արդյունքը։ Հետևանքը նա ասում է, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Ինչը գտնողներն, այդ ինչ գտավ։ Այդ որ ասում են նրանք կյանք են նրանց գտնողներին, այդ հայտնությունն է, որ քեզ ասում է դու գտնում ես այդտեղ։ Հայտնությունը, revelation-ն է։ Հասկանում ես, դա պրոստը գրված չի։ Դա մտնում է քո սրտի մեջ, քո ուղեղից գնում է քո սրտի մեջ, ու դու երբ որ դա տենում ես, դու ազատ ես։ Հասկանում եք, այդ վաղտա ուժը արձակվում։ Այսօր ինչպես դիպչենք Հիսուսին։ Հիսուսը ֆիզիկապես տեղ չի, ոնց որ այդ կինը գնաց դիպչեց, չէ՞, կպավ, որ ուժը հելավ։ Ոնց ենք այսօր դիպչում։ Հիսուսին այսօր Հիսուսի փոխարեն այսօր Աստծո խոսքն է երկրի վրա։ Երբ որ դու դիպչես խոսքին, դու կբժշկվես։ Եվ որ վեկալես են պրոմիսները, որ ասում են նրա վերքերով ես բժշկված եմ, մտածես դրա վրա, մտորես դրա վրա, ու ոչ միայն ուղղակի քո ստեղ ունենաս, այլ թույլ տաս, որ այդ խոսքը իջնի հայտնություն որպես քո սրտի մեջ, դու դա կունենաս։ Եվ դավանանքի հետ կապված, քանի որ մենք խոսացինք նաև, որ խոսքը պետք է դավանենք, երկու տեսակի դավանանք կա, երկու տեսակի դավանության տեսակ կա։ Confession ենք ասում, բայց երբեմն confession-ը մարդիկ բան են անում, շփոթում են մեղքերի confession-ի հետ, բայց երկու տեսակի confession կա անգլերենում է։ Մեկը որ մեղքերն են confess-անում, խոստովանում, մեկն է որ դու ասում ես այն ինչ որ գրված է։ Ճիշտ է, երբեմն օգտագործում են declaration բառը, չէ՞, կամ ինչ որ տեսքի բան, բայց confession-ը Աստծո խոսքով է։ Երկու տեսակի դավանություն կա, confession կա։ Եվ սա չիմանալով շատ հավատացյալներ ծայրահեղության մեջ են ընկնում։ Էքստրեմ վիճակի մեջ են հայտնվում։ Նայ, առաջի դավանության տեսակը դա մեր հավատքը ամրացնելու, աճեցնելու համար է։ Եվ որ մենք բացում ենք Աստծո խոսքը գրած ասում է նա վերցրեց մեր հիվանդությունները եւ մեր ցավերը տարավ։ Մենք գտնում ենք այդ promise-ը, հա, այդ խոստմունքը գրքից եւ ասում ենք սենց է գրած։ Նա վերցրեց մեր հիվանդությունները եւ մեր ցավերը տարավ։ Ու դու մտածում ես դա անում ես հավատքի համար։ Դա լցնում ես քո մեջ, երբ որ հայտություն ես տանում արդեն։ Հետո երկրորդ տեսակ դավանանքը դու արդեն դառնում ես հավատքից։ Գրել եմ, չէ՞ ստեղ։ Դավանանք հավատք աճելու համար, երկրորդը հավատքից բխած դավանանք։ Այ երկրորդը, երբ որ դու արդեն ընդեղ ես, արդեն դու համոզվել ես, երբ որ քո աչքերը օր ու գիշեր տվել ես խոսքին, դու հասկացել ես, գտել ես խոսքը, հայտնությունը ստացել ես։ Դրանից հետո երբ որ դու ասում ես, դա արդեն հավատքից է։ Դա իրականություն է դարձնում։ Հասկանում եք, սա շատ կարևոր, որովհետև քրիստոնյաներ կան, իրանք ասում են, հա դավանում են, որ ես բժշկված եմ, ոչ ման տեղի չի ունենում։ Ասում են, բախի չբժշկվեցի, կամ ներշնչակի հետ են խառնում, ոտս չի ցավում, ոտս չի ցավում, ոտս չի ցավում, ոտս չի։ Աստված այդ չի ասում, որ ասա ոտս չի ցավում։ Դու կարաս ասենք ոտը ցավում է, չէ, կարծում ես, ասում ես գրած է, որ նրա վերքերով մենք բժշկվեցանք, Հիսուսի վերքերով մենք բժշկվեցանք, չէ։ Դու կարդում ես, ասում ես, թե ոտս ցավում է, բայց խոսքը ասում է, մի րոպե, խոսքը ասում է, որ բժշկվեցանք։ Եթե նրա վերքերով բժշկվեցանք, սա հոգևոր փաստ է, իրականություն է, բայց պետք է նաև ֆիզիկական աշխարհում դառնա։ Այո, ոտքս ցավում է, բայց ես հավատում եմ, որ այս խոսքը իրական է, ավելի իրական է։ Ու երբ որ դու շարունակում ես մտորել այդ խոսքի վրա, ոչ թե քեզի խափում ես այդ բան, այլ դու հավատում ես ավելի շատ գրվածի փաստին, քան թե այն իրականությանը, որ դու տեսնում ես կամ զգում ես։ Եվ դու տենում ես մի օր իրականություն է դառնում։ Եթե կուզեք ես մի վիդեո կուղարկեմ ձեզի տարիներ առաջ մի եկեղեցում մի հովի աղջիկ կենսեր ունեցավ, ինքը չեմ հիշում գլխի մեջ էր, թե մարմնի մեջ էր, եւ իրան ասեցին 30 օր ժամանակ ունես դու, 30 օրից դու մահանալու ես։ Եվ ես հովի աղջիկը ձևը գիտեր։ Ասում եմ, ես գնացի Աստվածաշնչի մեջից դուրս գրեցի բոլոր այն համարները, պրոմիսները, որտեղ խոսում է բժշկության մասին։ Եվ ես տեղնել այնտեղ առակաց 4-ի 20-22-ը։ Այսի որ այստեղ գրած է նրանց բոլոր մարմնին բժշկություն, օրիջինալի մեջ ես լսել եմ, որ այս բժշկության տեղ գրած է դեղ, նրանց մարմնին դեղ կլինի, մեդիսին։
Հասկանում եք, Աստծո խոսքը մեդիցին է, դեղ է մարմնի համար։ Ու այս կինը ասում է, ես օրեկան Աստծո խոսքի դեղն եմ դնում, մեդիցինն եմ դնում։ Ես բարձում եի բոլոր այն խոստումները, պրոմիսները, որտեղ խոսում է բժշկության մասին, մի հատ առավոտ կարդում էի, մտածում էի դրա վրա։ Մի հատ ցերեկը, մի հատ իրիկունը։ Երբ որ 30 օր անցավ, այդ ուռուցքը իմ մարմնի մեջից չկար, վերացել էր ուղղակի։ Պարզապես վերացել էր։ Երբ որ մենք կարողանում ենք դիպչել խոսքի հայտնությանը, մենք նույնը որ դիպչում ենք Հիսուսին։ Որտեվ Հիսուսը ինքը կենթանի Աստծո խոսքն էր։ Հալելույա, ամեն։ Դու կարող ես ունենալ այն ամենը, ես կարող եմ բոլորս կարող ենք ունենալ այն ամենը, ինչի համար որ հավատում ենք։ Ուղղակի մի քիչ ժամանակ է, պետք է այսօր շատ քիչ է, իմ թեման շատ ավելի մեծ է, ես փորձեցի սենց ինչքան հնարավոր է սենց խտացնեմ, բայց մենք ժամանակի ընթացքում այս բաների մասին խոսենք, սովորեցնենք, երբ որ մենք սովորենք ճիշտ հավատալ, զարգացնել մեր հավատքը եւ ընդունենք Տիրոջից բժշկությունները, ամեն։ Նաեւ դա սենց կարող է լինել, նաեւ Տեր ասել է հավատացյալները ձեռքները կդնեն հիվանդների վրա, նրանք առողջանան։ Տարբեր մեթոդներ կա։ Դու կարող ես խոսքի դիպչես։ Դու կարող ես օրինակի համար կանչել, որ սենց ասում Աստծո խոսքը, եթե մեկը հիվանդ է ձեզանից, թող եկեղեցու երեցներից կանչեն եւ գան նրա վրա յուղովոց են ասում, որտեվ ասում է եւ հավատքով եղած աղոթքը կբժշկի հիվանդին։ Տես այդտեղ էլ ասում, դաժե յուղ, իշքան ուզում ես յուղ քսի։ Բայց մեկը շեշտում է հավատքով եղած աղոթքը կբժշկի հիվանդին։ Այսինքն կա որ այդ տեսակ մեթոդն Աստված օգտագործում, յուղովոցում ենք բժշկվում են, բայց եթե մարդը ով որ գասա իր համար աղոթք անելու, եթե ինքը չհավատած չի ստանալ, այդ յուղը իրան օգուտ չի տա։ Կամ պարտադիր չեն յուղովոցում, ուղղակի մարդիկ կան worship-ի ժամանակ են կպնում Տիրոջը։ Կպնում են ուղղակի նրանք բժշկվում են ուղղակի։ Այսօր տարբեր ճանապարհներ կա, եթե այն ժամանակ Հիսուսը սահմանափակված էր ֆիզիկական մարմնի մեջ երկրի վրա, ու իրան պետքա տեսնեին, կպնեին կամ խնդրեին ինքը ձեռքը դներ բժշկվել, այսօր Սուրբ Հոգին ամեն տեղ է երկրի վրա։ Ու իր զորությունը ներկա է ամեն տեղ։ Ամեն տեղ ներկա է իր զորությունը, հալելույա, փառք Տիրոջը։ Եկեք գանք աղոթքի կանգնենք, հալելույա, Տիրոջ զորությունը այսօր ստեղ է։ Տիրոջ զորությունը այսօր ստեղ է, հալելույա, Տիրոջ զորությունը այսօր ստեղ է։ Ես ուղղակի բառեր չեմ ասում, Տիրոջ օծությունը ստեղ է։ Հալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տեր քո զորության համար, քո խոսքի համար, քո օծությանդ համար, հալելույա, շնորհակալ ենք քեզ Տեր։ Դա է այսօրվա միտքը, դա է այսօրվա տրամաբանությունը։ Եթե դիպչեմ նրա խոսքին կբժշկվեմ, եթե ինքին ասում եմ, եթե դիպչեմ նրա հագուստին կբժշկվեմ, այսօրվա տրամաբանությունը նոր կտակարյանան սա է, խոսքի հիման վրա, այսքան ճշգրիտ հռչակումը, դավանանքը, եթե դիպչեմ նրա խոսքին կբժշկվեմ։ Ես տեսել եմ այդ իմ կյանքում, պատմել եմ ձեզ։ Անցած տարիների ընթացքում զգացողությունս կտրուկ վատացավ, դաժե իստված էսա երկինք եմ գնալու, պայտակ ոնց որ ուզենայի զգաց բանը սենց գիտակցությունս կորցնել, ասեցի, ես ինչ է կատարվում, չեմ հասկանում։ Օդից ինչ որ քամիներ էր եկել, չեմ հասկանում։ Բայց ես բռնվեցի խոսքից, դավանում էի խոսքը։ Վեկալում էի կես ժամ, մի ժամ ասում էի, խոսքը սենց ասում։ Սատանան ասում էր, հեսա երկինք ես գնալու։ Ես վերցրեցի այն խոսքը, ասեցի, նայ, գրված է։ Տեսեք, ես ձևն եմ ուղղակի սովորացնում։ Դավիթ ասում է իր սաղմոսների մեջ Տիրոջից խոսք ունի, ասում է, Տերը ասում է, երկար օրերով կկշտացնեմ նրան, երկար օրերով, եւ իմ փորկությունը ցույց կտամ, ես ասում եմ, Սատանա դե լսի։ Աստծո խոսքը ասում է, որ երկար օրերով Տերը կկշտացնի ինձ։ Դու չես կարա ինձ տանես, որովհետև ես հավատում եմ այդ խոսքին։ Ու ես որը խոսում է այդ խոսքը զորություն էր գալի վրես։ Ես զգում էի դա։ Զգացողությունս լավանում էր։ Երևի 5-6 անգամ մի քանի ամսվա մեջ այդտենց եղավ, անցավ կորավ գնաց։ Կարա ատակա լինի, կարա, չգիտեմ, սխալ սնվելու հետևանքը լինի, տարբեր բաներ կարան լինեն, բայց Աստծո խոսքը մեր հետ է, մենք պետք է աշխատենք ու կապ չունի, քանի տարի ես հավատքի մեջ եկեղեցի։ Հավատքը մեր կարա աճի ժամերի ընթացքում, ոչ թե օրերի, տարիների, ժամերի։ Ես դա զգացել եմ, երբ որ ես վեկալում խոսքը դավանում եմ, ասում սենց ասում, Աստծո խոսքը մտածում եմ, ես տերում հավատքս ուժեղանում է, հաստատվում է, ամրանում է։ Երբ որ մենք մտածում ենք խոսքի վրա, մեր հավատքը կարա աճի ժամերի ընթացքում, ոչ թե օրերի, ամիսների կամ տարիների, բայց մարդիկ կան տարիներով երկար եկեղեցու մեջ են, մի հատ քարոզ ունեմ անցած տարի։
չեմ ուզում դատելու նման չլինի, բայց ես մի հատ քար ուզում եի կոչվում անհավատ հավատացյալ։ Շատ դեպքեր եղել մենք եղել ենք այդ անհավատ հավատացյալները։ Ես ինքս էլ։ Ոչ թե հավատքը չունենք, այլ ալարում ենք, ծուլանում ենք։ Վեկալենք խոսքը դնենք մեր աշկերի առաջ։ Ծուլանում ենք, դրա վրա մտածենք ու պատասխան ստանանք։ Եթե այդ կինը, որի մասին պատմեցի, միամիտ խոսքը օրը 3 անգամ կարդալով, մտածելով բժշկությունը ստացավ, ամեն մեկը կարող են։ Աստված տարբերություն չի դնում, Աստված խտրականություն չի դնում։ Հալելույա Հիսուս, շնորհակալ ենք քեզ Տեր, փառք ենք տալի քեզ։ Գոհանում ենք քեզանից, հալելույա։ Հալելույա, հալելույա։ Դու նաև կարող ես քո հավատքը կենտրոնացնել նրա վրա, երբ որ աղոթք կա գնում հիվանդների բժշկելու համար, աղոթելու համար, դու կարող ես հավատալ, որ հենց որ քարոզիչը ձեռքը դրեց վրա այդ աղոթեց, դու ստանալու ես, որովհետև Սուրբ Հոգին մեր միջով գործում է, չէ՞, իմ միջով, մյուսների միջով, բոլորն էլ ունեն դա։ Բոլորն էլ ունեն Սուրբ Հոգին։ Բայց կրկին, այդ եմ ուզում ասեմ, երբ այդ զորությունը դուրս գալի է բժշկում այդ հիվանդին, երբ որ կա հավատք, պայմանը, condition-ը հավատքն է։